չկա տես պատերազմ, որ բոլոր ճակատամարտերը պարտվես, բայց պատերազմը հաղթես։ Դա այլ ավելի դժվար է, երբ որ կոմոդ դեմոկրատիա է ու կոմոդ անընդհատ փոխվում է իշխանությունը։ Երբ որ մարդիկ չեն հավատում, իրանց թվում է, որ դա խաբեություն է, դա իմիտացիա է։ Սիրուն բան են գրել տվել ձեռները, սենց ինչ-որ եւ այլն։ Իրար մեջ բաժանում են քեֆ, ուրախություն, քյաբաբ, խորոված եւ այլն։ Դին ռազմի դաշտում այնց հետաքրքիր է, ոնց են դա անում, որովհետեւ այդտեղ խոչոք չի հարցում, չէ՞, այդտեղ լրիվ դիսցիպլինա վիճակ։ Բայց այն ժամանակ այդ ռազմավարական հավաքությունը բելան է, որ ասենք հազարներով մարդ է կոտորվել։ Ով է այնտեղ հարցնում, դու ինչ ես մտածում ես ռազմավարության մասին։ Հնդիկներն էս չի որ մասնակցել են պարսիկների կողմից, Դամար որոշել են իրացից վրեժ լուծեն եւ չէ։ Երևի ամենածույլերը միայն չեն խոսել, ծույլերն էլ են խոսել արդեն։ Լավ էլի, լավ, ասենք դու ուզում ես հասնես աշխարհի սամեն մենք տուն ենք գնում։ Հա, մենք ուզում ենք տուն, մենք 10 տարի է մեր երեխեքին չենք տեսել, մեր կանայք ծերացան ընդ առանց մեզ։ Ողջույն, դուք դիտում եք հայկական գործոնի հերթական թողարկումը, ես Նունե Մելքումյանն եմ։ Բարև ձեզ, ես Ավետիք Չալաբյանն եմ, այսօրվա մեր թողարկումը նվիրվելու է ռազմավարական պլանավորմանը։ Մինչև թողարկումը դիտելը խնդրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին, բաժանորդագրվել մեզ Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում, գնացինք։ Ինձ թվում է ռազմավարական պլանավորման անհրաժեշտությունից երևի ամենածույլերը միայն չեն խոսել, ծույլերն էլ են խոսել արդեն, ընդ որում ռազմավարական պլանավորում ասածը եւ իր անհրաժեշտությունը քննարկվում է ինչպես միկրոմակարդակի վրա, հա, տենց ընկերությունների համար, այնպես էլ իհարկե մակրոմակարդակի վրա, նաև պետությունների։ Բայց երբ որ դու խորանում ես այդ թեմայի մեջ ու փորձում ես հասկանալ ինչ գործիքակազմ կա, ոնց են անում այլ երկրների փորձը, որը որ միգուցե քեզ կարող է օգտակար լինել, դու հասկանում ես, որ թեպետ ինքը առհասարակ շատ դժվար բան է ռազմավարական պլանավորումը ու ես եւ դու որպես խորհրդատուներ չեն կարող դրա մասին չիմանալ, իմպլեմենտացիայի տեսանկյունից է դժվար, բայց պետության տեսանկյունից ինքը նոր շերտեր է դժվարության նաև ունենում, կախված նրանից, թե պետությունն առհասարակ ինչ համակարգում է աշխատում, որ համակարգով է զարգանում, ինչ քաղաքական համակարգ ունի, փորձենք այսօր խոսենք ռազմավարական պլանավորման մասին, ինձ թվում է անհրաժեշտության մասին կարելի է շատ կարճ խոսել, որովհետև բարձրավոր անհրաժեշտ է, ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, ոնց անենք, որ լավ լինի, որ մենք ռազմավարական առաջընթաց ունենանք, այսպես ասած։ Շատ լավ, նայ, նախ ինձ թվում է պետք է հասկանանք, որ մեր խոսակցությունը բազմաշերտ է լինելու։ Մենք տարբեր բաների մասին պետք է խոսանք ու փորձենք վերջում ոնց որ հավաքենք, հա, այդ ամբողջ բանը, խճանկարը։ Նախ սկսենք էլի պարզ սահմանումներից, հա, ռազմավարությունից։ Ինչա ընդհանրապես ռազմավարությունը, որովհետև դրա հետ կապված շատ տարբեր տեսակ պատկերացումներ կա, բայց հիմքում դնենք ինչ-որ մի սահմանում, որի վրա կառուցենք մնացած մեր խոսակցությունը։ Ինքը բառը, տերմինը, հա, ռազմ, ցույց է տալի, որ ընդհանրապես ասած գաղափարը ռազմական ոլորտից է եկել։ Հայերենում։ Եվ ոչ միայն։ Ստրատեգիա բառը, որը տարածված բառն է, դա իրականում հունարեն բառ է, եւ ստրատեգոսները, դա հունական պոլիսների ռազմական ղեկավարներն էին։ Զորքի հրամանատարները կոչվում են ստրատեգոս։ Եվ ամբողջ գաղափարը ռազմավարության եւ հենց ռազմ բառի դեպ հիշեցնեմ, որ տակտիկան էլ իրականում մարտավարություն է, հա, կոչվում։ Հետևյալն էր եւ դրա լավ սահմանումը տվել է Կլաուզևիցը հետագայում։ Ռազմավարությունը դա պատերազմում հաղթելու արվեստն է, մարտավարությունը դա ճակատամարտը հաղթելու արվեստն է։ Շատ պարզ սահմանում է։ Լավ սահմանում։ Հիմա տես ճակատամարտերը այն ժամանակ եւ անտիկ ժամանակ եւ միջին դարերում եւ այլն։ Դա ըստեյության մի գործողություն էր, որ սովորաբար շատ չնչին բացառություններով սովորաբար տևում էր 1 օր, 1 օրվա մեջ էլ մի քանի ժամ։ Այն դեպքում, երբ որ պատերազմը կարար տարիներ տևեր։ Պատերազմներ կային, որոնք օրինակ ենթադրենք երկրորդ պունիկյան պատերազմը Հանիբալի եւ Հռոմեական հանրապետության միջև, եթե չեմ սխալվում, 17 թե 18 տարի է տևել։ Բայց կոնկրետ ճակատամարտերը տևում էին մի քանի ժամ, որից եւ հասկանալի է դառնում ինչու է մարտավարությունը մի բան, որը պարփակված է ժամանակի միջև եւ շատ կոնկրետ վերաբերվում է իրականում օպերատիվ արվեստին։ Իսկ ռազմավարությունը մի բան է, որը շատ մեծ ավելի ժամանակային հորիզոն է ենթադրում, ավելի մեծ ռեսուրսներ է ենթադրում եւ շատ ավելի մեծ քանակությամբ գործոններ։ Որտեւ ի վերջո, այո, դու պատերազմները հաղթում ես ճակատամարտերը հաղթելով, չկա տես պատերազմ, որ բոլոր ճակատամարտերը պարտվես, բայց պատերազմը հաղթես։
Կարաս մի քանի ճակատամարտ պարտվես, մի քանիսը հաղթես, պատերազմը հաղթես, բայց չկա տենց պատերազմ, որ բոլոր ճակատամարտերը պարտվես, բայց պատերազմը հաղթես, տենց դեպք չի եղել պատմության մեջ։ Ի վերջո ճակատամարտերի միջոցով է, բայց պատերազմում հաղթելը ավելի մեծ խնդիր է, քան թե ճակատամարտեր հաղթելը։ Միանշանակ, բայց էլի գալով, այսինքն բայց չէ, էլի գալով միգուցե կորպորատիվ փորձից, ինձ թվում է ամենամեծ խնդիրը, կարծում պետությունների հետ էլ այդպես։ Երբ որ քո մարտավարությունները, տակտիկաները, այսինքն ավելի կարճաժամկետ բաները, որոնք որ դու անում ես, չեն համընկնում քո ընդհանուր հովանոցի, ռազմավարական հովանոցի նպատակների հետ։ Այսինքն դու ունես տարբեր ինչ-որ գործողություններ, եւ այդ գործողությունները ի վերջո չեն համընկնում քո ռազմավարական նպատակների հետ, որովհետև չկան այդ ռազմավարական նպատակները, որովհետև լավ մշակված չեն, որովհետև երբեմն լավ ռազմավարական նպատակներ էլ չեն, դա էլ պիտի կապ ունենա։ Ու ինձ թվում է ամենամեծ խնդիրը դա է, երբ որ դու ու պետությունը ամեն փոքր ավելի ժամանակահատվածի ընթացքում պիտի հարմարացնի իր այդ մարտավարությունները ընդհանուր ռազմավարության հետ, ու դա էլ ավելի դժվար է, երբ որ քո մոտ դեմոկրատիա է ու քո մոտ անընդհատ փոխվում է իշխանությունը։ Առաջ ես սպասի հետ եմ վերա։ Ես քեզ հետ եմ վերադարձնելու, տես։ Դեպի ճակատ։ Չէ, դեպի սահմանումներն այ։ Արդեն ըստ էության սահմանեցինք հետևյալը. ռազմավարությունը դա պատերազմը հաղթելու արվեստն է։ Հիմա նախ վերադառնանք խաղաղ ոլորտ, հա, որտեղ ռազմավարությունը ինքը վերցված է ռազմական ոլորտից, բայց խաղաղ ոլորտում քո ռազմավարությունը դա մրցակցության մեջ, խաղաղ մրցակցության մեջ հաղթելու կամ ըստ էության քո կողմից սահմանված նպատակներին հասնելու արվեստն է։ Օրինակ դա կարող լինի հետևյալը. շուկայում X բաժին գրավելը, ենթադրենք, հա, կամ օրինակ խոշոր ընկերությունների, որոնք ցուցակված են եւ գնորոշվող իրանց բաժնետոմսերի գնորոշում կա, հասնել շուկայական կապիտալիզացիայի X մակարդակի։ Մրցակցային առավելությունները մեծացնելը, շատացնելը, ստեղծելը։ Չէ, մեծացնել, շատացնել այդ մի քիչ ավելի բան է, process է։ Եթե մենք խոսում ենք ռազմավարական նպատակին, ռազմավարական նպատակը որպես այդպեսին պետք է լինի օրինակ ամբողջապես նվաճել շուկան կամ հասնել շուկայի 30%-ը։ Չափելի է։ Ես ասում մարտավարություն, ռազմավարական նպատակը չափելի է։ Իդեպ պատերազմում ռազմավարական նպատակը եւս շատ չափելի է։ Դա ռազմական հաղթանակն է պատերազմում հաղթանակ, այսինքն երբ որ քո հակառակորդը հրաժարվում է հետագա դիմադրությունից։ Հիմա խաղաղ ոլորտում չկա որ քո հակառակորդները հրաժարվում են հետագա դիմադրությունից։ Դες բան չկա, բայց հասկանալի է որ խաղաղ ոլորտում էլի դու պետք է հասնես չափելի նպատակների։ Ընդ որում ռազմավարության մեջ չի լինում մեկ նպատակ, որպես կանոն կա այսպես ասած նպատակ մաքսիմում, հա, նպատակ օպտիմում, նպատակ մինիմում։ Այդտեղ էլ դու որոշակի սցենարային պլանավորում ես կատարում, որ ասես առավելագույնը, որին ես ձգտում եմ, սա է։ Օրինակ կարող է շուկայում, ենթադրենք, օրենքով արգելված լինի 70%-ից ավել ունենալ որևէ շուկայի։ Եթե դու ասես 70%-ը պետությունը վերցնի քեզ տրոյի որպես ընկերություն, հա, որ նշանակում է որ քո առավելագույն նպատակը կարող լինի շուկայի 70%-ը։ Բայց դու կարող ես ասել որ բայց օպտիմում նպատակը 50%-ն է, իսկ նվազագույն նպատակը օրինակ այս շուկայի կոնկրետ այս սեգմենտի 30 կամ 40%-ն է, եւ դա խելամիտ է։ Եթե դու այդպիսի սցենարային պլանավորում ես անում։ Հիմա, երբ որ դու ասում ես նրա մասին, որ տակտիկան եւ ռազմավարությունը կամ մարտավարությունը եւ ռազմավարությունը իրարից այսպես ասած փոխվում են, դա շատ հաճախ նայած որ ռազմավարությունը որպես այդպեսին կամ գոյություն չունի ընդհանրապես, այսինքն ռազմավարական նպատակադրումը եւ նպատակադրումից ելնող պլանավորումը չի կատարվել, կամ էլ դա կատարվել է, բայց կատարվել է ֆորմալ սկզբունքով։ Եվ քանի որ կատարվել է ֆորմալ սկզբունքով, առանց միջև վերջ խորքային հասկանալու որն են քո ռազմավարության գործիքները, որոնք են քո ռեսուրսները, ժամանակի մեջ դրանք ինչ հերթականությամբ են գործադրվում, ինչից ինչն է հետևում, ապա քո մոտ շատ հաճախ այդ ամեն ինչը վերածվում է, այո, տակտիկայի։ Այսինքն, եւ տակտիկան շուկայում, ցանկացած շուկայում, դա կլինի ռազմական, դա կլինի կորպորատիվ, դա կլինի քաղաքական շուկայում, լինելու է ռեակտիվ։ Դու ինչ որ բան արեցիր, իսկ ես ինչ որ բանով պատասխանեցի, ուրիշ մրցակից ինչ որ բան արեց, ես իրան պատասխանեցի, այլն, որպես կանոն ընկերությունները, որոնք այդ մոդելի մեջ են աշխատում, ժամանակի ընթացքում իրանք վերանում են։ Ինչի որովհետև ինչ որ մեկը հաստատ ունի ռազմավարություն, որը ժամանակի ընթացքում որը ժամանակի ընթացքում իրան մեծ առավելություն է։ Մի հատ էլ ինձ թվում է խնդիր է լինում ռազմավարության իրականացման հետ, այդ ներառականություն չունենալն է։ Այսինքն երբ որ քո մոտ գրվում է ռազմավարություն, ստեղծվում է ռազմավարություն, ինչ որ sense մի հատ բանով, բայց ինքը
չի ձգտում ներառել իր մեջ կորպորատիվի մասին, երբ որ խոսում ենք բոլոր օղակներին ամեն մեկին իր ձևով, այսինքն այդ ռազմավարությունը կա ինչ որտեղ ինքը դրած է իր մասին ինչ որ մարդիկ գիտեն, բայց այն բոլոր մնացած օղակները յուրաքանչյուր իր ձևով չի մասնակցում այդ ռազմավարության իրագործման, այդ ռազմավարության նպատակներին նորմալ ցանոթ չի, այսինքն չի իջեցվում վերևից ներքև, այնպես ոնց որ պիտի իջեցվի, չգիտեմ ոնց է մարտի դաշտում, կարծում եմ պետությունների դեպքում ու մենք խոսում ենք օրինակ համապարփակի մասին, երբ որ կարծում եմ սա սրա մեջ էլ է մտնում, եւս դա դրա ինչ որ բաղադրիչն է, հա, այսինքն պիտի սենց ինքը բուրգի պես իջնի հետո այդ ռազմավարությունը ու յուրաքանչյուրի համար դառնա հասկանալի ու դառնա Իրանը։ Ինչ որ չափով։ Արիստեղ երկու բան բաժանենք իրարից։ Արդյոք պետք է որ ամբողջ կազմակերպությունը մասնակցի ռազմավարության մշակմանը։ Միանշանակ պետք չի։ Ես ասում եմ, որ պիտի հետո իջացվի արդեն ստեղծված ռազմավարության նպատակները, այո, պետք է անկալի։ Ես նախկին եմ գործում, երբ որ դու ինձ անվանեցիր խորհրդատու, իրականում նախկին, որովհետև ես խորհրդատու եմ եղել մինչև 2020 թվականը։ Բայց իմ նախկին գործում բնականաբար մասնակցել եմ բազմաթիվ ռազմավարությունների մշակմանը եւ հաջողված են այն ռազմավարությունները, որոնք այն կազմակերպությունը, որի համար ինքը մշակվում է, խորապես ընկալել են դա։ Եւ իդեպ ասեմ նաեւ մշակման փուլում էլ կազմակերպությունը, իհարկե ոչ բոլորը եւ ոչ բոլոր մակարդակները, բայց կազմակերպությունը պետք է այսպես ասած իր ներդրումը կատարի ռազմավարության մշակման մեջ, այլապես այդ ռազմավարությունը կլինի ուրիշի ռազմավարություն, կողքից ինչ որ մեկի երևակայական պատկերացումների համախումբը, բայց ինքը չի լինի ռազմավարություն այդ կազմակերպության համար։ Ռազմավարությունը պետք է ներսից հասունանա։ Ինչքան էլ ուզում ես խորհրդատուներ ունեցի, ներգրավի, էքսպերտներ, գուրուներ եւ այլն, ռազմավարությունը առաջին հերթին պետք է լինի մարդկանց ներքին մղումը։ Ինչին են իրանք ձգտում, ինչին են իրանք հավատում, ինչ կարողություններ իրանք ունեն, ինչ կարողություններ իրանք պատրաստում ձևավորել եւ այլն։ Այսինքն պետք է դա իրատեսական լինի, հավակնոտ, բայց իրատեսական։ Եվ կազմակերպությունը դա պետք է դրան հավատա նաեւ, շատ կարեւոր է։ Այսինքն, երբ որ մարդիկ չեն հավատում, իրանց թվում է որ դա խաբեություն է, դա իմիտացիա է։ Սիրուն բան են գրել տվել ձեռները, ասենց ինչ որ եւ այլն։ Դա նշանակում է, որ ցանկացած ռազմավարություն եւ ձևավորման փուլում պետք է ունենա մասնակցություն եւ ներառականություն։ Բայց առավելևս այսպես ասած դիսեմինացիայի փուլում, կներես մի հատ հայերեն բառ մտածեմ դրա վրա, տարածման փուլում, հա, տարածման ծավալման փուլում պետք է կազմակերպության ըստ էության ցանկացած անդամ ինչ որ ձևով սկսի դրան առնչվել։ Դու պետք է տանես իրանց ներկայացնես, դու պետք է իրանցից հետադարձ կապ ստանաս։ Իրանք պետք է ասեն, այս կստացվի, այս չի ստացվի։ Այն ինչ որ իրանք ասում են չի ստացվի, պետք է սկսես իրանց հետ խոսալ, մտնել երկխոսության մեջ, ոչ թե համոզել, բայց մտնես երկխոսության մեջ ու հասկանաս, այն որ ասում են չի ստացվի, ինչի չի ստացվի, որովհետև չգիտեն ձևը, իսկ գուցե պետք է սովորացնել ձևը, իսկ ինչը կարաս սովորացնես, իսկ ինչ չես կա։ Ու այդ իմաստով ռազմավարությունը եւ ռազմավարական պլանավորումը դառնում է շատ մեծ ընդարձակ գործընթաց, որի մեջ ամբողջ կազմակերպությունը ստեցյալ պետք է անցնի, վերապրի այդ ռազմավարությունը, յուրացնի դարձնի Իրանը, որպեսզի դրանից հետո ինքը սկսի դա իրականացնել։ Ես որպես ներկա խորհրդատու ու հատկապես մարքեթինգի, ռազմավարական մարքեթինգի, որտեղ որ մարքեթինգում միշտ այդ հարցը կա, հա, բոլորը ունեն կարծիք մարքեթինգի մասին, բոլորը շատ ուզում են այդ կարծիքն արտահայտել ու ներառականությունը ու այդ հասկանալի լինելը մենք ապահովում ենք նաև մասնակցային տարբերակով, այսինքն իհարկե պետք չի որ բոլորը գրեն մարքեթինգային ռազմավարություն, դա սխալ է, բայց երբեմն մարդիկ ուզում են լսված լինել եւ դու իրանցից նույնիսկ գրելու ընթացքում ինչ որ հետադարձ կապես հավաքում դու կարող ես չօգտագործես դա, բայց դու իրանց տալիս ես այդ հնարավորությունը մասնակցել նրա այդ ինչ որ process-ում, գործընթացում, որը հետո երբ որ դու այդ դիսեմինացիայի փուլին հասնես, իրանք արդեն կընկալեն որպես իրանցը, հա, այսինքն տարբեր ինչ որ գործիքներ կան, բայց մարդիկ պիտի տարբեր ձևով, յուրաքանչյուր իր ձևով, բայց ներառված լինեն ու պիտի զգան, որ սա իրանցն է, այս նպատակները իրանցն են, սա միասնական նպատակներ են։ Հիմա պետությանը վերադառնանք ինձ թվում է, կամ միգուցե ռազմի դաշտում այնց հետաքրքիր է ոնց են դա անում, որովհետև այդտեղ ոչոք չի հարցում, չէ՞, այդտեղ լրիվ դիսցիպլինա վիճակ, ով է այնտեղ հարցնում, դու ինչ ես մտածում ես ռազմավարության մասին։ Մի հատ հետաքրքիր օրինակ ես բերեմ։ Պատմության մեջ ամենա, այսպես ասած, հավակնոտ ռազմավարություններից մեկը պատերազմի եղել է Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքը, որում ինքը երկու փուլից է բաղկացած եղել։ Առաջի փուլում ինքը պրակտիկորեն ամբողջովին կարողացել է իրան ենթարկել պարսկական կայսրությունը։ Երկրորդ փուլում իմ համար մինչև վերջ անհասկանալի պայմաններում, չնայած շատ եմ կարդացել դրա մասին, ինքը որոշել է, որ պետք է ներխուժի նաև Հնդկաստան, որը կապ չուներ պատերազմի առաջի փուլի հետ։ Ընդհանրապես կապ չուներ, որովհետև Պարսկաստանը եւ Հնդկաստանը կամ հնդկական սուբկոնտինենտը այսպես կոչված,
իրարից հսկայական լեռնաշղթաներով էին առանձնացված եւ իրար հետ անմիջական կապել չունեին։ Կնդիկներն էս չի որ մասնակցել են պարսիկների կողմից, դրա համար որոշել են իրացից վրեժ լուծեն եւ չէ։ Հիմա դա ասենք ֆունդամենտալ շատ բարդ ռազմավարություններ ենթադրում, ընդ որում ռազմավարության առաջի փուլը Ալեքսանդրի կողմից հաջողությամբ ավարտվել, որովհետեւ ինքը պարսկական կայսրությունը ամբողջապես կարողացել է ենթարկել իր քաղաքական կամքին, իսկ երկրորդը ձախողվել է, որովհետեւ թեև ինքը ներխուժել է Հնդկաստան, այնտեղ ռազմական հաղթանակներ է տարել եւ չի պարտվել եւ գոնե գետ 1 ճակատամարտ։ Ինքը ստիպված եղել Հնդկաստանից նահանջել։ Այդ իմիջած նաև ցույց է տալի մարտավարության եւ ռազմավարության տարբերությունը, մարտական մակարդակով բոլոր ճակատամարտերը հաղթել են Հնդկաստանում։ Ռազմավարական մակարդակով պարզ է դարձել, որ Հնդկաստանում այդ կամպանիան անիմաստ է եւ ինչի։ Ալեքսանդրը հետ է վերադարձել Հնդկաստանից, երբ որ իր զորքը ապստամբել է իր դեմ։ Իր զորքը կանգնել է, ասել չեն կռվի։ Ասել ստեղներս հասավ։ Կինո բան նայել ես, ասենք հիշում ես որ զորքը հիմա տես այդ իլյուստրացիա այն հարցի թե ինչի է պետք որ քո կազմակերպությունը հասկանա քո ռազմավարությունը իր զորքը չէր հասկանում Ալեքսանդրը Հնդկաստանում ինչի համար է կռվում ում դեմ է կռվում ինչի համար է կռվում ինչի պետք է իրանք ասենք փղերի ոտերի տակն գնեն տրորվեն ինչը Ալեքսանդրը ուզում է հասնի ինչ որ մի հատ աշխարհի սահմանին ասենք տենց էր ասում ասում է ժամանակին Հերկուլեսը ստեղ է եղել հասել աշխարհի սահմանին ես էլ եմ ուզում մարդիկ ասում են լավ էլի լավ ասենք դու ուզում ես հասնես աշխարհի սահմանին մենք տուն ենք գնում հա մենք ուզում ենք տուն մենք 10 տարի է մեր երեխեքին չենք տեսել մեր կանայք ծերացան ընդ առանց մեզ մենք աշխարհի կեսը գրավել ենք բոլորս այսքան հարստություն ենք այս ընթացքում ձեռք բերել թող գնանք մեր հարստությունը վայելենք թող էլի քո աշխարհի սահմանը քո բան էլի քո գյորալնի մեկ մասած եւ այդտեղ է երբ որ ասենք օրինակ այսպես ասած առաջնորդի եւ կազմակերպության հավակնությունները ֆունդամենտալ ճեղքվածք ունեն դա ամենամեծ իլյուստրացիաներից մեկն է թե դա երբ է եղել բայց կարելի է հակառակ օրինակներ բերել թե երբ օրինակ առաջնորդի հավակնությունները համընկել օրինակ կազմակերպության բան ռազմի դաշտում այդ օրինակն էլ բերեմ մի քիչ երկար եմ խոսում բայց հայտնի է Ռուբիկոնը անցնել արտահայտությունը չէ Ռուբիկոնը ինչ էր Ռուբիկոնը Իտալիայի հյուսով անցող գետ էր ըստ այսպես ասած ձևավորված չգրված ավանդության Ռուբիկոնը հռոմեական բանակները արշավանքներից հետ վերադարձնելուց զինված չպետք է անցնեին զինված կազմակերպված եւ այլն Իտալիայի տարածք մտնելուց դե իրանք ոչ թե զինաթափվում էին այլ բանակը լուծարվում էր որպես այդպեսին հա եւ զինվորները ամեն մեկ առանձին վերցած իր զենքը իր ռազմավարը բան վերադառնում էր իր տուն տենց էր կարգը Կեսարը առաջինն էր որ Ռուբիկոնը անցավ մի քանի լեգիոններով ամբողջապես սպառազինված կազմակերպված որովհետև գնում էր Հռոմը գրավելու Հիմա շատ հետաքրքիր է տեղել կինոներ կան ոնց է Կեսարը դիմում իր լեգիոններին որպեսզի իրենք իր հետ միասին անցնեն Ռուբիկոնը որովհետև յուրաքանչյուր զինվոր որը պետք է անցներ Ռուբիկոնը գիտեր որ օրենք է խախտում դրանով Ռոմի չգրված օրենքն է խախտում դրա համար կարող պատիժ լիներ դրա մահապատիժ լիներ դրա համար իր ձեռքից կարեն ունեցված կխլեին հարազատներին կոտորեին ինչ ասես կարող լիներ բայց իրանք բոլորը միասին լսելով Կեսարի ճառը որոշեցին որ իրանք Կեսարի հետ միասին ասում են Հիմա դա կինոյական չի այսինքն իսկականից տենց է եղել տենց եղել գիտենք չէ Կեսարը զորքով է Ռուբիկոնը անցել հա բայց նկատի ունեմ չէ ճառը ասել ու ամենակարևորը հետևելն է այդ ճառով Կեսարը կարողանում է հիմնավորել թե ինչի պետքա զորքը գնա Հռոմը գրավի հիմնավորում է որտեղ ասում է որ Հռոմը անցել է ծերակույտի ձեռը սենատի որոնք օլիգարխներ են, վզները հաստացած, հարստացած, որոնք ձեզ շահագործում են, թալանչիներ են, հա, թալանչիներ են, այ դուք կռվում եք Գալիայում, արուն եք թափում Հռոմեական Հանրապետության համար, իսկ այնտեղ թիկունքում Ռոմում նստել են պարազիտները, տզրուկները, որոնք ձեր արունն են ծծում, ու մենք պետք է գնանք Ռոմ իրանցից մաքրենք, ու այդ զորքը, ասենք մի քանի հազար եւ ավել զորքը լսելով դա ասում հա գնալու ենք Հռոմը մաքրենք պարազնից այդ ունիկալ դեպք է տեսա երկու հատուկ օրինակ էլի հիշեցի մեր մոտից Վարդան Մամիկոնյանին եւ Ավարերի ճակատամարտը որովհետեւ իրանք գիտեին որ իրանք քիչ են իրանք գիտեին որ իրանք մեծ թշնամու դեմ են բայց այդտեղ էլ կա չէ ով իմ քաջ զինակիցներ ձեզանից շատերը քաջությամբ եւ այլն բոլորս գիտենք այդ բաները Վարդանանքից բայց իրանք հավաքեցին ու գնացին փաստորեն իրանք կիսում էին այդ նպատակը կա հիշել որ Ավարերի ճակատամարտին 66000 հայ մարտիկ են մասնակցել իրանց մեծ մասը աշխարհազոր էր Առավել եւս Իրանց մեծ մասը գյուղացիներ էին, աշխարհազորեր ոչ թե կանոնավոր զորքեր էին, ճակատամարտում կռվել է կանոնավոր զորքը։
Վարդանի հետ միասին կռվել է եւ զոհվել է, իդեպ հայտնի է, չէ՞ որ մոտավորապես 1000 զինվոր է զոհվել հայ ավարարի ճակատամարտում, պարսկներն մոտ 3000 կորուստներ ունեցել, այդ 1000 զինվորը որ զոհվել է, այդ բոլորը կանոնավոր ստորաբաժանումների զինվորներ էին։ Աշխարհազորը կանգնած է եղել ավարարի դաշտում ու հիմնականում, ասենք, օժանդակ ֆունկցիա է կատարել, հետո նահանջել է, ցրվել է եւ այլն, շարունակել է պարտիզանական դիմադրություն։ Ես դա չէի բանալ, ֆիքսը, հա։ Այո։ Բայց դա իսկապես, բայց դա չի նվազեցնում քո ասացի կարևորությունը, որովհետեւ օրինակ ավարարի ճակատամարտում հաղթելու հավանականությունը շատ փոքր էր, որովհետեւ թեև այն կողմից 80,000-անոց պարսկական բանակ էր, այս կողմից 66,000-անոց հայկական բանակ, այն կողմից բանակ էր, այս կողմից մեծ մասը աշխարհազոր էր։ Ինչ բան էր, ինչ պրոպորցիա էր աշխարհազորի կանոնավոր բանակի, գիտենք մոտավորապես։ Ճշգրիտ չեմ կարող ասեմ քեզ, ճշգրիտ չեմ կարող ասեմ, հատուկ ուսումնասիրության հարցը պետքա պարզել, հայտնի է որ 66,000 հայ զինվոր է եղել, հայտնի է որ 1000 քանիսը զոհվել են դրանից, բայց թե ինչ հարաբերակցություն է եղել աշխարհազորի կանոնավոր բանը դժվար ասել, բայց այն կողմից փղեր էին, այն կողմից կանոնավոր բանակ էր, այն կողմից իդեպ նաև հայկական ստորաբաժանումներ էին, պարսիկների կողմ անցած Վասակիսյունու եւ իր դաշնակից նախարարների եւ այլ, այսինքն հաղթելու հավանականությունը ճակատամարտում չնչին էր։ Բայց այո, Վարդանի կոչով մարդիկ գնացել ու կռվել են եւ թեև ավարարի ճակատամարտը դժվար է հաղթանակ անվանել ֆիզիկապես, որովհետեւ դրանից հետո հայկական բանակը նահանջել է, փաստ է, ով որ նահանջում է նա պարտված աստույցան։ Բայց ավարայրը կարևորագույն ոգու հաղթանակ է եւ մեր պատմագրության մեջ ընկալվում է որպես ոգու հաղթանակ, ինչի որովհետեւ երբ որ դու գնում ես կռվում ես քեզանից բազմակի հզոր հակառակորդի հետ, հələ ոչ մեկ կռվում ես հարցակվում ես, որովհետեւ Վարդանը հարցակում է գործել, դա էլ է հայտնի։ Իր հեծալազելով հարցակում է գործել պարսկական զորքի վրա։ Դա դու դրանով ցույց ես տալու քո ոգու գերազանցությունը։ Ու ի վերջո այդ Վարդանաց պատերազմը թեև դրանից հետո շատ ավելի ուշ 484 թվին ավարտվել, 30 տարուց ավել շարունակվել է, բայց ի վերջո ավարտվել է հայկական հաղթանակով, ինչի որտեղ մի անգամ ցույց տված ոգին, հետո պարբերաբար իրան վերարտադրել է։ Ի տարբերություն խոսում ենք Ալեքսանդրի մասին, որտեղ որ զորքը ապստամբել էր Հնդկաստանում, այստեղ չի ապստամբել, այսինքն այդ նպատակը Վարդանի կիսվում էր զորքի կողմից, կանոնավոր բանակը լինի թե աշխարհազորը, բայց կիսվում էր այդ պահին։ Ինձ թվում է այսօրվա օրով մենք այսքան խոսում ենք ռազմական թեմայից, որը շատ հետաքրքիր է անշուշտ եւ ռազմավարությունը իսկապես առաջի հերթին երևի իրենց հետ է ասոցացվում, այդ ոլորտի հետ է ասոցացվում, բայց այսօր ռազմական ոլորտի ռազմավարությունն էլ պիտի համակնի պետության ռազմավարության հետ, հա, այսինքն ընդհանուր առմամբ դու պիտի նպատակներ տնես, նպատակադրում ունենաս եւ համապատասխանեցնես քո բոլոր ճյուղերը, լինի դա տնտեսական քո ճյուղը, թե նախորդ թողարկման ժամանակ օրինակ ժողովրդագրությունից էինք խոսում, թե ռազմական, ամեն ինչը այդ բոլոր ճյուղերը պիտի դառնան քո ընդհանուր երկրի պետության, հայրենիքի ռազմավարության, ժողովրդի համար գրված ռազմավարության ստեղծված մի մասը։ Ու այստեղ խնդիրները շատ են լինում, ու ավելի բարդ են լինում, ու ավելի բարդ լուծել են լինում, որովհետև սա կորպորացիա չի, նույնիսկ ամենամեծ կորպորացիան ավելի է դասեն, սա մի հատ sense մեծագույն օրգանիզմ է, որտեղ կան բազմաթիվ տարբեր ճյուղեր, ու ամեն մեկը ինչ որ իր ձևով է աշխատում, ու կա նաև դիմադրողականություն, հա, ես համոզված եմ բոլոր տեղերում որոշակի։ Այդ հարցի լուծումներն են ավելի դժվար, բայց միանշանակ պետք են հատկապես մեր նման երկրի։ Այստեղ շատ կարևոր է գիտակցել, որ գործիքակազմը տարբեր է երկրի համար ռազմավարության եւ ցանկացած ավելի փոքր սուբյեկտի համար ռազմավարության, ինչի որտեվ երկրի դեպքում նախ նես չի որ դու ամեն ինչ կարաս վերահսկես։ Դու կարաս օրինակ ունենաս շատ հավակնոտ ռազմավարություն, վերջանանով որ ժողովուրդը արտագաղթի երկրից հետ, որտեվ չի ուզում այդ ռազմավարության առաջնորդվի, իդեպ մեկ տեսել ենք մեր պատմության մեջ դա։ Երբ որ ռազմավարությունը շատ հավակնոտ է, բայց իրականությունը թույլ չի տալի այդ ռազմավարությունը իրականացնել, արդյունքում առանձին վերսած անատի քաղաքացու վրա բեռը այնքան է մեծանում, որ ինքը նախընտրում է մեղմասած այդ բեռը իր վրայից թոթափի հեռանա երկրից։ Կամ ընդհատեմ քեզ էլի չհամապատասխանող նպատակների սովետական միությունը, երբ որ ինքը ուներ նպատակներ, բայց ժողովրդի մեծ մասը այդ նպատակները դեմ էր, երբ որ հատկապես սովետի սկզբի ժամանակներին կոլեկտիվիզացիայի ու այդ բոլոր ժամանակներին դեմ էր։ Դե ֆակտո այդ դու ավելի ծայրահեղ դեպքն ես ասում, երբ որ ռազմավարությունը իրականացվել է մեղմասած ոսկորների եւ արյան վրա։ Կարելի ասել ժողովրդի դեմ կամ ժողովրդի գնով։ Իդեպ էդ էլ է հետաքրքիր, տես օրինակ հայտնի է, որ օրինակ Ռուսաստանի պատմության մեջ, եթե վերցնում ենք, հա, նույնիսկ մինչև խորհրդային միությունը, ռազմավարական, այսպես ասած, այդ հանճարի լավագույն օրինակներից մեկը բերվում է Պետրոս առաջինը։ Այո։ Այն ռուսական կայսրը, ու իրականում իդեպ արքան, որը դառավ կայսր, որովհետև նա ռուսական արքան էր, որ առաջինը դառավ կայսր, հռչակվեց կայսր, չէ՞, որը ուներ ռազմավարություն, նա ուներ ռազմավարական հավակնություններ, ուներ ռազմավարություն, նա ռազմավարության հիմքում որն էր, որ պետք է Ռուսաստանը ի վերջո դառնա եվրոպական պետություն։ Բոլոր իմաստներով, աշխարհագրական իմաստով հարևան դառնա Եվրոպային, ծովային սահմաններ ունենա
եւ իր ներսից մոդեռնիզացիանի, եվրոպական տեխնոլոգիան, եվրոպական արժի համակարգը բան անցալի։ Դա շատ բարդ էր, ինչի որտեղ Ռուսաստանը եվրոպական պետություն չէր։ Ռուսաստանը Եվրոպայի եւ Ասիայի միջև գտնվող ինչ-որ մի հատ տարօրինակ գիբրիդ էր այդ ժամանակ, որը իր մեջ ներառում էր եւ եվրոպականության տարեր եւ ասիականության տարեր, որտեղ ինքը այդ խաչմերուկի վրա ստեղծված խառը մի հատ միակցություն էր, հա, նաեւ իմիջած էթնիկ իմաստով, որտեղ եթե դու վերցնես միջին վիճակագրական ռուսին այն ժամանակ ապրող, իր մեջ համ սլավոնական արուն կար, այսինքն եվրոպական, համ թաթարական, մոնղոլական, թուրքական արուն, ուգրոֆինական արուն կար, այսինքն ասիական արուն կար, սա խառնված էր իրար, էլի դժվար է ասել ռուսը մինչև վերջ որն էր, որտեղ ռուսների զգալի մասը մինչած Պետրոսի օրոք թաթարական ծագում ուներ հենց։ Եվ հիմա Պետրոսը որոշեց այդ այսպես ասած բալանսը արևելքի եւ արևմուտքի միջև խախտել է 7 արևմուտքի։ Այդ տեղի ունեցավ Ոսկորի եւ Արյան միջոցով, որովհետեւ օրինակ սկսեց նրանից, որ եղած ստորաբաժանումները ռազմական ստրելեցների ստորաբաժանում սկսեցին ապստամբել Պետրոսի դեմ։ Եվ Պետրոսը դաժանաբար ճնշում էր այդ ապստամբությունները, հայտնի նկար կա։ Այո։ Բան ու ստրելեցների մահապատժի առավոտը, հա, որտեղ Պետրոսը ձիու վրա այդ ստրելեցները նստած են կարմիր հրապարակին եւ այլ։ Ասենք ինքը ստիպված էր ճնշել հազարավոր սեփական զինվորների մահապատժի ենթարկել, որ դրանք ապստամբում էին։ Կամ երբ որ ինքը Պետերբուրգն էր սարքում, եւ դա իր ռազմավարական նպատակն էր, հա, այսինքն Բալտիկ ծովի ափին ունենալ նոր մայրաքաղաք։ Բայց ամբողջը ճահիճներ էին, ու մարդիկ երբ չորացնում էին, այո։ Այն ժամանակ էլ կներես տրակտորներ ու էքսկավատորներ չկային, մարդիկ չորացնում էին, մինչև ծնկերը ճահիճի մեջ գտնվելով տասնյակ հազարավոր ռուս մարդիկ են զոհվել, մինչև այդ Պետերբուրգը կառուցվել է։ Մինչև այլ ճահիճատակի։ Այո։ Ու վատ կլիմա ունի, բայց այն ժամանակ այդ ռազմավարական հավակնությունը բելան է, որ ասենք հազարներով մարդ է կոտորվել։ Ու մեծ հարց է, եթե այսօրվա օրով դա արվեր, չէր կարող, բայց նայ մենք օրինակներ բերեցինք, երկու օրինակներն էլ ավտորիտար օրինակներ են, ես մի օրինակ էլ բերեմ, որը սիստեմատիկ օրինակ չի, բայց չկարելի իր մասին չխոսել, դա իհարկե Սինգապուրն է, որը օրինակ ինձ որ ասում են ռազմավարություն պետական մակարդակի վրա, ես երևի թե առաջին Լի Քուան Յուին եմ հիշում, նաև որովհետև շատ ենք կարդացել, շատ ենք լսել եւ այլն եւ փորձել ենք։ Անձամբ հանդիպել ենք բացի դրանից, իդեալաբերություն Պետրոս առաջինի։ Ես Լի Քուան Յուին 2 անգամ հանդիպել եմ։ Իրոք։ Հա, նես չէ ոնց որ այսպես իրար կողքի։ Դասախոսություն, ինչ որ։ Մի անգամ Սինգապուրում Մակենզի մեծ հավաքերինք մեծ հյուր եկավ, ելույթ ունեցավ, մի անգամ էլ Հայաստան էր եկել։ Հա, Հայաստան, հա, գիտեմ որ Հայաստան էր եկել, ես էլ հենց այն խմբում էի, որի հետ ինքը հանդիպում էր, իմիջած այդ խմբում մի 30 մարդ էր ընդամենը։ Հա, շատ հետաքրքիր։ Եվ ինքը եկավ, տենց ելույթ ունեցավ։ Ռուբեն Վարդանյանն է շատ սիրում պատմել Լի Քուան Յուի մասին։ Ռուբենն էր Հա, գիտեմ, հա, Հայաստանին, հա։ Բայց մի անգամ էլ ես հանդիպել եմ բանում Սինգապուրում առանց Ռուբենի։ 2 անգամ էլ շատ մեծ տպավորություն է մարդին վրա գործել, մասնապես այո, իր ռազմավարական տաղանդի եւ գիտես այդ նաեւ այդ զուգորդվում էր հումորի, շուտ այնց բան իրոնիայի, խոսքը այնց շատ հետաքրքիր ու անսպասելի շրջադարձներով կառուցելու, այսինքն այդ ամեն շատ գրավիչ էր, նաեւ լսելու տեսանկյունից։ Շատ հետաքրքիր է, ինքը իհարկե իր անձի շուրջ միանշանակ հիմնական իրանց հաջողությունն է Սինգապուրյան հրաշքի, դա իհարկե իր անձով է պայմանավորված, բայց այդտեղ կա օրինակ ավտորիտար ղեկավարի, որովհետև միանշանակ Լի Քուան Յուին ավտորիտար ղեկավար էր, որը վերցրեց ամեն ինչ իր ձեռքը, ստեղծեց ռազմավարություն ու իրագործեց այդ ռազմավարությունը ու մարդիկ, ես համոզված եմ, որ այդտեղ որոշակի դեմադրողականություն եղել է, այդ թվում որովհետև ինքը շատ մեծ եղել, այդ թվում որովհետև ինքը որոշ ազգային խմբերին ավելի լավ էր վերաբերվում, քան այլ ազգային խմբերին եւ այլն, այստեղ տենց բաներ կային, բայց ի վերջո իրան հաջողվեց բերել այդ վիճակի ու անհամեմատելի է Սինգապուրը մինչև Լի Քուան Յուի, իդեպ շատ հետաքրքիր է, որ ինքը կոմունիստ է եղել ժամանակին, հա, հետո սենց փոխվել է, ինչ-որ տենց ինքը կոմունիստ չի եղել, ավելի շուտ հարաբերություններ է այդներ ունեցել։ Դե շատ սերտ հարաբերություններ է ունեցել։ Օքսֆորդը ավարտել, ինքը կոմունիստ չի։ Հա, ինքը Օքսֆորդը ավարտել, բայց այդ իդեպ չի խանգարում մարդկանց կոմունիստ լինել, այսօրվա օրը մեզ վկա էլի, շատ կան։ Բայց մի կողմից դա է, իսկ մյուս կողմից օրինակ երբ որ ես նայում եմ եվրոպական փորձին ու ուզում եմ տեսնել եվրոպական փորձի ստրատեգիկ ինչ-որ լավ դրսևորումներ, ես էլի պիտի վերադառնամ նրան, ինչ հաղորդման սկզբում ասացի, շատ դժվար է, երբ որ քո մոտ դեմոկրատական պետությունը եւ քո մոտ 4-ից 8 տարին կամ 5-ից 10 տարին մեկ փոխում է իշխանությունը, ունենալ քո ռազմավարական պլանների շարունակականություն։
Մի քանի պատճառով իմ կարծիքով, առաջինը, որովհետև երբ որ քո մոտ գալիս է նոր իշխանությունը, առաջին իր այդ մի քանի տարիների ընթացքում ինքը անպայման պիտի ապացուցի, որ ամեն ինչ ինչ որ միջև իրան վատ էր ու հիմա իրանք պիտի սկսեն իրանց պայմանական զրոյական կետից, ու դա միայն մեր մոտ մենք ունիկալ չենք այդ տեսանկյունից, հա, դա շատ օրինակներ կան այդ առումով, ու դա այտենց լրիվ մոդուս օպերանդի է կարելի ասել տարբեր երկրներում։ Իսկ հետո այն մյուս տարիներին ինքը արդեն աշխատում է նրա վրա, որ ինքը վերընտրվի հաջորդ իր բանի համար, հա, այսինքն փաստացի միայն երկրորդ անգամ վերընտրվելուց հետո, երբ որ ինքը այդ իշխանությունը, օրինակ Տրամպը, հա, ինքը գիտի, որ ինքը էլ չի կարող վերընտրվել, հիմա չենք խոսում նրա մասին, ինչ համոզված չենք, որ գիտի, բայց ենթադրենք, հա, ինքը այս իր վերջին բանն է, վերջին տարիներն են, ինքը արդեն ազատ է անել այն ինչ որ ինքը ուզում է, հա, ու սա տեղի է ունենում շատ տարբեր դեմոկրատիկ հանրություններում, որ հնարավոր չի լինում ապահովել այդ շարունակականությունը ի տարբերություն ավտորիտար համակարգերի, ինչ անենք։ Բարդ հարց է, բարդագույն հարց է, ես կասեի, հա։ Էլի մի քիչ բան անենք, էլի անդրադառնանք պատմական փորձին, որովհետև այնուամենայնիվ թեև ավտորիտար համակարգերը այդ իմաստով առավելություն ունեն, որովհետև իրանց պլանավորման հորիզոնը ավելի երկար է։ Ավտորիտար ղեկավարը համարում է, որ մինչև կյանքի վերջ ինքնակառավարելու, հետո էլ իր երեխեն, դրա համար ռազմավարական պլանավորման ավելի երկար հորիզոն ունի։ Եվ բաներ կան երկրում, էլի, որոնց ռազմավարական պլանավորման հորիզոնը ակնհայտորեն գերազանցում է 4-ից 8 կամ 5-ից 10 տարին։ Բաներ կան, մեծ մասամբ ես կարծում եմ, չէ, որպեսզի դու տեղ հասնես, մեղմ ասած, սկզբից մինչև վերջ տեղ հասնես, քեզ պետք է 20 եւ ավել տարի։ Ասենք եթե ուզում ես միջուկային կարողություն ստեղծես եւ այլն, դա հաստատ ավելի երկար ժամանակ է պահանջում։ Դու շատ բարդ բաներ կրթական համակարգ, առողջապահական համակարգ, այդ ամեն ինչը 4 տարուց ավել է հաստատ։ Ավել է պահանջում, դա օբյեկտիվ է։ Ես համաձայն եմ։ Հետաքրքիր օրինակ կա պատմության մեջ, առաջի դեմոկրատիան պատմության մեջ դա բանն է եղել։ Աթենական պոլիսն է եղել, ուզում ասել հանրապետությունը, բայց ինքը պոլիս էր, հա։ Աթենքում քաղաքացիները, բոլոր ազատ քաղաքացիները ընտրում էին քաղաքի կառավարիչին։ Եվ հիշեցնեմ, որ մարաթոնի ճակատամարտից հետո, երբ որ աթենացիները կարողացան հաղթեն, բայց ներխուժման վտանգը պարսկական չէր վերացել, իրանք ընտրել էին կառավարիչ Թեմիստոկլեսին։ Թեմիստոկլեսը կարողացավ համոզել Աթենքի բնակչությանը, իր ընտրողներին, որ Աթենքի կողքը բան կային, արծաթի հանքեր կային, ինչպես մինչև հիմա մնացել են այդ հանքերը, նո այնտեղ էլ հանույթ չկա, բայց հանքերը կան։ Այդ արծաթի հանքերից ստացվող հասույթը աթենացիները ոչ թե իրար մեջ բաժանեն, ամեն տարի փող են ստանում աթենացիները մինչև այդ։ Իրար մեջ բաժանում են քեֆ, ուրախություն, քյաբաբ, խորոված եւ այլն, հա։ Թեմիստոկլեսը կարողացավ համոզի, որ քան որ կա պարսկական ներխուժման վտանգ, այդ փողը պետք է դնել նավատորմի մեջ։ Եվ ռազմական նավատորմ կառուցել։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Աթենացիները սկսեցին ռազմական նավատորմ կառուցել, եւ նես ստացվեց, որ հաջորդ ներխուժումը տեղի ունեցավ 10 տարի հետո, որտեվ Պարսկաստանի ներսում երկպառակություն էր, Դարեհը մահացավ, Քսերքեսը մինչև իշխանությունը կարողացավ կոնցենտրացնի։ Ժամանակ անցավ, Եգիպտոսում էր ապստամբություն, մի խոսքով 10 տարի անցավ։ Հաջորդ անգամ որ Քսերքսը եկավ, հսկայական իմիջոց նավատորմով, պարզվեց, որ աթենացիները արդեն սեփական նավատորմ ունեն, կարծեմ 200-ից 300 նավ ունեին, Քսերքեսը 1000-ից ավել ուներ։ Բայց նա այն որ նրանք ունեին 200-ից 300 նավ, իրանց հունական աշխարհում, ըստ էության, դարձնում էր ծովերի տիրակալը, ծովերի առաջնորդը։ Դրա համար իրանք շուրջը համախմբվեցին մնացած հունական պոլիսները իրանց նավատորմի։ Եվ թեև ցամաքում հույները պարտվեցին պարսիկներին, ծովում իրանք հաղթեցին եւ պարսկական զորքը ստիպված եղավ նահանջել։ Հիմա, որովհետեւ ես շատ եմ քննադատության արժանանում բան պատմական օրինակներ։ Բայց չեմ ես այդ օրինակը բերում։ Դա առաջի դեմոկրատիան է, որը կարողացել է ռազմավարական ներդրում կատարել։ Բայց դեմոկրատիան նա, որը կարողացել է ռազմավարական ներդրում կատարել, նորից մեկ անձի ռազմական մտքի շնորհիվ։ Հա, այդ մի րոպե էլի, դու չես կարող ունենաս համ դեմոկրատիա, համ չունենաս նորմալ առաջնորդ, համ էլ ինքը ռազմավարական մտածելակերպ ունենա։ Տես չի լինում։ Այո, եթե դու ունես ժողովրդավարական համակարգ կամ արտաքուր ժողովրդավարական համակարգ, ի դեպ քո հիշատակած Սինգապուրը եւս արտաքուր ժողովրդավարական էր։ Ինքը Լիկվանիուի ավտորիտար էր, բայց ինքը 5 տարի մեկ վերընտրվում էր։ Դե լավ, դե վերընտրվում էր։ Հա, օքեյ, շեյխ չէր։ Վերընտրվում էր։ Նես չէր, որ ինքը այնտեղ բաներ էլի, արքա էր կամ խան էր, չէ, վերընտրվում էր։ Այլ բան է, որ կարողանում էր ընտրությունները մանիպուլացնել եւ ամեն անգամ ինքն էր վերընտրվում, բայց վերընտրվում էր։ Հիմա եթե դու չունես այդպիսի առաջնորդ, ապա այո ժողովրդավարությունը կարող է բերի նրան,
որ դու ընդհանրապես զրկվես ռազմավարական հորիզոնից, ամեն նոր իշխանություն սկսի աշխատել հաջորդ նախորդ իշխանության արածի դեմ, եւ դու հայտնվես տարածություն բացարձակ փակուղու մեջ։ Ստագնացիայի մեջ, չէ՞, Եվրոպայում իդեպ կարծում եմ մենք տեսնում ենք։ Բայց ես քեզ ասեմ, նայ, արի վերցնենք որոշ եվրոպական պետություններ, հա, Եվրոպայում դեմոկրատ ժողովրդավարության, այսպես ասած, հնագույն օրանը, եթե մի կողմ դնենք Հունաստանը, որը անտիկ ժողովրդավարություն էր, բայց ասենք միջնադարում ժողովրդավարությունը Եվրոպայում սկսել է զարգանալ երկու կոնկրետ պետություններում, եւ դու համարյա իրար զուգահեռ։ Դրանցից մեկը եղել է Բրիտանիան, մյուսը եղել է Նիդերլանդները։ Բրիտանիան էլ Եվրոպա չի վերջ։ Եվրոպական միություն չի, բայց Եվրոպա։ Մեկը Բրիտանիան է, մեկը Նիդերլանդներն են։ Նիդերլանդներն նույնիսկ մի քանի տասնամյակ ավելի շուտ առաջ անկած, հետո իրականում մարդիկ այդքան չգիտեն դրա մասին, բայց 1680 թվականին Նիդերլանդները գրավել են Բրիտանիան ու այդ բայց սկսած այնտեղ հոլանդական կառավարումը նաև։ Բայց այդ որպես առանձին դրվագ։ Հիմա տես, իրանք ունեցել են ժողովրդավարական կառավարում, բայց եթե մենք նայում ենք Բրիտանիային, Բրիտանիան ունենալով որոշակի ժողովրդավարության տարեր, կառուցել է աշխարհում ամենամեծ կայսրությունը, որի հիմքում եղել է հզոր նավատորմ, որի հիմքում եղել է իդեպ ռազմավարական պլանավորում, թե որ երկիրը ոնց է մտնում, որ մեղմ ասած անկյունից ես մտնում, ոնց ես էլիտաներին քո կողմը շրջում, ոնց ես կարողանում այդ էլիտաների միջոցով։ Հա, բայց այդտեղ շարունակականություն կար, այդտեղ չկար իշխանության փոփոխություն 4 տարին մեկ, տենց բան գոյություն չուներ Բրիտանիայում։ Բրիտանիայում բայց էլիտան պլյուս մինուս նույն էլիտան էր։ Այդ էր հարցը։ Ու էլիտան իդեպ շատ կարևոր է, բայց ես մի հատ ուզում եմ Հոլանդիայի մասին եւս մի բան ասել, եթե խոսում ենք Հոլանդիայի մասին։ Այսօրվա Հոլանդիան լինելով ժողովրդավարություն եւ ունենալով այդ իշխանության փոփոխությունը 4 տարին մեկ, հա, անընդհատ ինքը փորձում է ինչ-որ բան ներդնել նրա համար, որպեսզի իր մոտ ռազմավարական նպատակների իրագործումը շարունակական լինի անկախ իշխանությունից։ Եվ դա այդ խնդիրը, որ դու դեմոկրատիայում այդ խնդիրը ունենում ես, դա տարածված խնդիր է, դա հասկանում են տարբեր երկրներում։ Իրանք օրինակ ինչ են արել, էլի դրա համար։ Իրանք ներդրել են դա կոչվում է պլան բյուրո, համարյա պալիտ բյուրո, բայց ոչ այնքան, որը դուրս է իրանք կուսակցական համակարգից եւ 1945 թվականին է ներդրվել եւ որը գնահատականներ է տալիս տնտեսական, ֆիսկալ, այդ իրանք բոլոր այդ տիպի ռազմավարություններին, քաղաքականություններին եւ գնահատում է որքանով է դա համընկնում ինչ որ ավելի մեծ ռազմավարական նպատակներին։ Ավելին ասեմ, կուսակցությունները մինչև ընտրություններ իրենց ծրագրերը տալիս են այդ պլան բյուրոին, որպեսզի ինքը գնահատի, դա անում են, որովհետև ուզում են, պարտադիր պայման չի, բայց քանի որ ինքը ունի բավականին մեծ կշիռ, այո, բարձր հեղինակություն, իրանք դա տալիս են եւ այդ պլան բյուրոն հրապարակում է իր կարծիքը բոլոր կուսակցությունների այդ ծրագրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս ոչ ամբողջությամբ, բայց թույլ է տալիս որոշակի շարունակականություն ապահովել ռազմավարական նպատակների տեսանկյունից։ Դա երևի եզակի օրինակներից է։ Նայ, հրաշալի օրինակ ես բերում, բայց եթե մի հատ նորից վերադառնանք Բրիտանիային, որը ի վերջո կարողացել է այս ընթացքում ծայրահեղ կայուն համակարգ ստեղծել։ Բրիտանիան միակ եվրոպական պետությունն է, որի տարածքը երբևիցե սկսած 11-րդ դարից, երբ որ նորմանդացիները գրավեցին Բրիտանիան, երբևիցե չի օկուպացվել։ Այսինքն անդրոմն էս չի, որ ինքը այտենց շատ հզոր է եղել եւ այլն, հա, բայց ինքը կարողացավ նույնիսկ Հիտլերը չկարողացավ, ոչ Նապոլեոնը, ոչ Հիտլերը չկարողացան ոչ միայն օկուպացնել, նույնիսկ ներխուժում չկարողացան իրականացնել, որովհետեւ այդ մեղմ ասած ծովը Լամանշը չեն կարողանում անցնել, այնքան ուժեղ պաշտպանություն ուներ Բրիտանիան։ Հիմա Բրիտանիան կարողացել է շատ հետաքրքիր համակարգ կառուցի, եւ որ մի կողմից կա ընտրական մասը, այսինքն 4 կամ 5 տարին մեկ պարլամենտական բանա, սահմանադրական միապետություն է, ինքը 4 կամ 5 տարին մեկ ընտրություն տեղի է ունենում։ Կառավարությունը փոխվում է, անդրոմ կառավարությունը փոխվում է ընտրությունների արդյունքով։ Եթե ընտրության արդյունքում նույն բանը մնա, կուսակցությունը մնա իշխանության մեջ, կառավարությունը կարող է չփոխվի, չնայած կարող է փոխվի նոր առաջնորդով գա, նույն կուսակցությունը նոր առաջնորդով։ Եթե կառավարությունը, եթե փոխվում է կուսակցությունը, օրինակ ինչպես վերջերս եղավ, երբ որ լեյբորիստները հաղթեցին պահպանողականներին, այդ դեպքում կառավարությունն էլ է փոխվում, բայց դրանով հանդերձ բազմաթիվ բաներ չեն փոխվում։ Ինչը չի փոխվում։ Չի փոխվում արխայական ընտանիքը։ Հիմա կարող են ասել, արխայական ընտանիքը ոչ մի իրական ռազմավարական նպատակ չի իրական լիազորություն չունի։ Ես ասում եմ, ինչ գիտեք, ինչ եք հասկանում, ոնց է աշխատում այդ համակարգը։ Իրականում արխայական ընտանիքը թեև ֆորմալ տեսանկյունից չունի լիազորություններ, բայց ոչ միտեղ գրած չի իր ֆունկցիաները մինչև վերջ։ Դա սա ամեն ինչը ավանդության վրա է։
Բրիտանիան չունի չէ սահմանադրություն, որը գրած արքան կարանի S Ընդհանրապես չի կարանի SS ավանդույթներով ավանդության վրա։ Ընդ որում այդ ավանդույթները ոնց ա եղել։ Սկզբից եղել է բացարձակ միապետություն, աստիճանաբար բացարձակ միապետությունը վերածվել է սահմանադրական միապետության, ընդ որում ներսում էլ ընտրովի մարմինների դերը աստիճանաբար ուժեղացել է։ Բայց արխայական ընտանիքի լիազորությունները մինչև վերջ հստակ չեն ու սահմանված չեն, եւ մասնապես օրինակ արխայական ընտանիքը եւ արքան տվյալ դեպքում բրիտանական բանի եկեղեցու նախ եկեղեցու ղեկավարն է բրիտանական համագործակցության ղեկավարն է բրիտանական համագործակցության մեջ համարյա 60 պետություն ա մտնում մեծ մասի իհարկե փոքր պետություններ են բայց մեծեր կան Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա լուրջ մեծ պետություններ են որոնք մտնում են եւ իմիջալուց ֆորմալ տեսանկյունից կանադական պետության գլուխը Բրիտանիայի արքան է Ավստրալիայի պետության գլուխը Բրիտանիայի իմիջից բարբերաբար այցելում է գնում այնտեղ պարլամենտներում Commonwealth Tour-ա կոչվում այդ պարտադիր իրան կանում են այո համագործակցություն հիմա նայ այսքան արքայական ընտանիքը որոշակի այդպես բան է շարունակականություն ապա բայց դա միակը չի բայց դա ռազմավարական շարունակականություն չի չէ մի րոպե հիմա իրենք ունեն լորդ հերթով են գնում հա օքեյ հիմա իրենք ունեն լորդերի պալատ չէ լորդերի պալատը եւս շարունակականություն է ապահովում եւ ավելի բարձր մակարդակի որովհետեւ ի վերջո օրենսդրությունը որը ընդունվում է պարլամենտի կողմից մի հատ գնում է լորդերի պալատ այնտեղ նայում են այ քո ասած բանով չնայած ֆորմալ լիազորություն չունեն բայց կարծիք են տալի այդ կարծիք քան որ այնտեղ հարգված մարդիկ են նստած այդ կարծիքի հետ հաշվ են նստում հիմա կամ ասենք մի 6-ը բրիտանական հետախուզությունը բրիտանական հետախուզության ղեկավարը չի փոխվում կառավարության հետ հա բրիտանական գլխավոր շտաբի պետը չի փոխվում կառավարության այսինքն բոլոր այն ոլորտները որոնք պահանջում են այդ շարունակականությունը եւ երկարաժամկետ ռազմավարական պլանավորումը այնտեղ ոնց որ կա արդեն այդ գիտակցությունը որ այդ մարդկանց չի կարելի փոխել այդ մարդուն ներդրեք նշանակում է 10 տարով դեմը խնդիրներ ես դնում ասես գնա այդ խնդիրները իրականացա կապ չունի քաղաքականության մեջ ինչա փոխել շատ կարևոր է ինձ թվում է դա շատ կարևոր է եւ կարծում շատ կարևոր գործիքակազմ է ընդհանուր առմամբ դեմոկրատական հանրույթի համար որ կոմոդ լինեն ինչ որ ռազմավարական մասեր եւ ըստ այդմ մարդիկ, որոնք որ պաշտոնների են ներկայացում, որոնք չպիտի քաղաքական փոփոխություններից կախում ունենան։ Այսինքն նրանք չպիտի մտածեն, որ վաղը, եթե իմ մոտ նոր վարչապետը ինքը ինձ կհանի, որովհետեւ ես նախկին եմ պայմանական, հա, իմ դեմ դատական գործ կսկսի կամ պարզապես գործից կհանի կամ հանրության ազդեցության տակ չպիտի ոչինչը ազդի, եթե նշանակվում է 10 տարվա համար, ու եթե ես չեմ սխալվում, մեր մոտ գլխավոր շտաբի պետը նշանակվում է ավելի 5 տարով, հա, նշանակում, օքեյ։ Պետք է նշանակվի ինչ որ ես հիշում եմ մենք խոսում էինք մեր պատկաստների թողարկումներից մեկում եւ խոսում ենք դատախազի մասին դու ես ասում կարծում եմ եւ շտաբի պետ ինձ շատ կարեւոր միտք է ոչ քաղաքականացված լինելը իրանց այս տեսանկյունից որովհետեւ իրանց վրա չազդի է այդ ամեն ինչը իրանք պետք է լինեն ոչ քաղաքական դե դատախազինը մի քիչ ուրիշ դեպք է բայց օրինակ գլխավոր շտաբի պետը այս համարման դա մի պաշտոն է որը անմիջականորեն պատասխանատու է ռազմավարական պլանավորման համար անմիջականորեն որտեղ ինքնանում այո որտեղ ինքն է համակարգում երկրի պաշտպանական կարողությունների ձևավորումը գլխավոր շտաբի պետն է որ ինքը միազնյա չի որոշում որտեղ ի վերջո դա ներկայացնում է կառավարության հաստատման է վարում բայց ինքն է մշակում այդ ռազմավարությունը ինքն է որոշում ինչ տիպի սպառազինություն է մեզ պետք ինչ տիպի զինված ուժեր են մեզ պետք ինչ ստորաբաժանումներ ինչպես պետք է դրանք տեղաբաշխվեն ինչ թվականական մեզ պետք մեր ռազմավարական դոկտրինը պետք է լինի պաշտպանական, հարձակվողական, թե դրանց ինչ-որ մի հատ համախումբը։ Մեզ պետք է ռազմավարական զսպման միջոցներ, թե մենք պետք է զուտ պաշտպանական լինենք։ Եվ այդ բոլոր խնդիրները գլխավոր շտաբում են որոշվում։ Այ գլխավոր շտաբը ռազմավարական պլանավորման դասական մարմին է, դասական օրգան։ Պիտի կախված չլինի այս բոլոր փոփոխություններից, այո։ Եվ քաղաքականությունից չպետք է կախված լինի։ Ես հիմա կարամ հետ գնամ պատմության ու ցույց տամ, որ 20 թվականին ինչ տեղի ունեցավ, երբ որ մենք ունեցանք երկու անգամ գլխավոր շտաբի պետի փոփոխություն պատերազմից անմիջապես առաջ, որը բացարձակ անթույլատրել Չիխարդա ասածը, հա, չգիտեմ ոնց է հայերեն, բայց իցմա էլի բաներ կան, էլի պաշտոններ կան, որոնք որ եւ այլ երկրների փորձել տեսնում ենք, շատ կարեւոր է։ Նախ դատական իշխանությունը պիտի քաղաքականից կախված չլինի, եւ օրինակ մենք անընդհատ տեսնում ենք Ամերիկայի օրինակը, նույն Supreme Court-ը, հա, իրանց գերագույն դատարանը նշանակվում են դատավորները ցմահ
Ցմա է, ոչ թե մինչև 60 Ցմա, հենց էտա ցմա, այո։ Պաշտոնում են մեռնում։ Ինչը իդեպ թույլ է տալիս մանիպուլյացիաների հնարավորություն չունենալ, որը եղավ մեր մոտ, հա, երբ որ այդ տարիքի հետ սկսվեց ինչ-որ sense բաներ եւ այլն։ Այսինքն ցմա, եւս միգուցե հանրության աչքերում քիչ կարևոր, բայց իմ կարծիքով բավականին կարևոր պաշտոն, որ պետք է երկար կամ քաղաքականությունից կախված չլինի, կենտրոնական բանկն է, կենտրոնական բանկի ղեկավարը, որը էլի, հա, որոշակի բաներ է անում ու պիտի քաղաքականացված չլինի էլի այստեղ, որովհետեւ եւս շատ վտանգավոր է հատկապես փոքր երկրի, ցանկացած երկրի համար։ Այսինքն այդ բաժանումը, բալանսավորումը եւ հնարավորությունը ունենալ ճյուղեր, որոնք որ ղեկավարվում են մարդկանցով, ովքեր որ կախված չեն ամեն հաջորդ ընտրությունից, կարծում եմ շատ կարևոր է դեմոկրատական հանրությունում այդ շարունակականությունը ապահովելու համար։ Այստեղ գիտես ոնց, բայց շատ կարևոր է հետևել, նույնիսկ քո սահմանադրությամբ կարող է նախատեսված լինել։ Օրինակ մեր սահմանադրությամբ գլխավոր դատախազը ընտրվում է 5 տարով ազգային ժողովի կողմից։ Եվ ընդ որում կվալիֆիկացված մեծամասնության, եթե չեմ սխալվում, 60% պետք է իր օգտին քվեարկվի։ Եվ հետկանչի մեխանիզմ նույնիսկ չկա։ Այսինքն չի կարող նույն ազգային ժողով որոշի, որ գլխավոր դատախազին պաշտոնից ազատում է, չկա տենց բան։ Իդեպ նախորդ օրինակ գլխավոր դատախազը, եթե հիշում ես, պաշտոնավորեց մինչև իր պաշտոնական ժամկետի վերջը Արտուր Դավթյանը։ Բայց խնդիրը նրանում է, որ դուք մարդուն ընտրում ես գլխավոր դատախազ եւ ֆորմալ տեսանկյունից թվում է, որ դա ասենք իրավական համակարգում ամենաբարձր պաշտոններից մեկն է, ըստեյության պետք է անձեռնմխելի լինի։ Բայց իր նկատմամբ մեկը բազմաթիվ ճնշման գործիքներ են մնում եւ քաղաքական իշխանությունը չի խուսափում այդ ճնշումը գործադրելուց։ Գլխավոր դատախազի դեպքում հələ մենք այտենց ակնհայտ այդպիսի օրինակ չենք եղել, չենք տեսել։ Բայց օրինակ վերցնենք Բարձրագույն դատական խորհուրդը։ Դա դատախազը կներես յուրային է տվյալ դեպքում։ Բարձրագույն դատական խորհրդի դեպքում մենք տեսել ենք մի քանի անգամ արդեն, մի քանի անգամ պարտադրված հրաժարականներ։ Վարդազարյանի հրաժարականը, Անդրեասյանի հրաժարականը եւ դա աբսուրդ է, այսինքն դու ի սկզբանե դու ունես մարմին, որը կոչված է ապահովելու դատական համակարգի անկախությունը, իր ամբողջ տրամաբանությունը սահմանադրական եւ սահմանադրի կամքը եղել է նրանով, որ մենք ստեղծում ենք Բարձրագույն դատական խորհուրդ, որը ըստ էության բաժանում է քաղաքական իշխանությունը դատական իշխանությունից, գտնում է նրանց մեջտեղը եւ այդ բաժանման միջոցով ապահովում է դատական իշխանության անկախությունը, ուրեմն ինքն էլ պետք է չանկախ լինի, այնտեղ ու տես որ մարդիկ են այնտեղ ընտրվում, ամեն մեկին առածին վերցած ես որևէ բան չտամ, ընտրեն գնահատական չտամ, բայց փաստը այն է, որ Վարդազարյանը հրաժարական է տվել, Ջահանգիրյանը հրաժարական է տվել, Անդրեասյանը հրաժարական է տվել։ Վերջինը քաղաքական ճնշման այդ ավելի նախորդներն էլ, հա, բայց վերջինը տենց նույնիսկ SMS-ով։ Սա յուրային է, Ջահանգիրյանն էլ էր յուրային, Անդրեասյանն էլ էր յուրային, այսինքն ըստեղ քաղաքական ճնշումը նույնիսկ դրանով չի պայմանավորված, այլ ինչ-որ նաև անհատական գործոններով եւ այլն եւ այլն։ Անդրեասյանը երբ որ հրաժարական էր տալի, ասաց ես ազգային ժողովի մեծամասնության հետ չի կարողանում աշխատել։ Հիմա հարց իսկ ինչի դու պետք է կարողանաս ազգային ժողովի մեծամասնության հետ աշխատես։ Ինքը քեզ մի անգամ ընտրելա գնա աշխատի։ Արդեն այդ չպետք է այնքան ոչ բալանսավորված շղթա է իրականում, սկսած ազգային ժողովի մեծամասնությունից, որը կարողանում է նշանակել ակնհայտ քաղաքականացված մարդկանց պաշտոնների, որոնք պիտի ապահովեն այդ բաժանումը, վերջացրած նրանով, որ այդ մարդիկ ի վերջո de facto, եթե ոչ de jure, բայց de facto դառնում են ենթական կառավարության ղեկավարին ազգային ժողովի մեծամասնության ղեկավարին, էտա։ Այո, թեև այդպեսին չպետք է լինեն, այսինքն երբ որ դու ընտրում ես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, դե ինքը խորհուրդն է իր ներսից ընտրում, բայց երբ որ դու ընտրում ես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ենթադրաբար իր ժամկետի ընթացքում ինքը պետք է զբաղվի դատական համակարգի զարգացմամբ։ Իր խնդիրը այդ պետք է լինի, ինքը պետք է ապահովի դատական համակարգի անկախությունը, ինքը պետք է ապահովի դատական համակարգ արտաքին ճնշումներից, ինքը դատական համակարգը ներսից պետք է որոշակիորեն կարողանա ապահովել կոռուպցիայից եւ կամայականությունից, այսինքն ինքը բարդ ֆունկցիա է կատարում։ Եթե ինքը այդ բարդ ֆունկցիան կատարում է, իր վրա ճնշումը ցանկացած ճնշում ցանկացած ուղղությամբ, այդ դեպքում հակացուցված է, բայց այդ ճնշումը տեղի ունենում, որը նշանակում է, որ դատական համակարգը կներես, բայց էլ չի կարող ռազմավարական տրամաբանությամբ զարգանա։ Սահմանադրությունը մենք համարում ենք ռազմավարական փաստաթուղթ։ Այո, իհարկե։ Դե ուրեմն նույնիսկ ասեի ավելին։ Ավելին, օքեյ, դե վեր ռազմավարական, մետառազմավարական փաստաթուղթ։ Դե այդ դեպքում ցավով երևի թե կարելի է արձանագրել, որ մենք վերադառնում ենք նրան, ինչից որ սկսել ենք, այսինքն մենք ունենք մետառազմավարական փաստաթուղթ, որը չի ապահովում
ռազմավարության իրագործումը այնպես ոնց որ ինքը պիտի Տես մեր սահմանադրությունը, ներկայումս գործող սահմանադրությունը ունի ֆունդամենտալ թերություն, ֆունդամենտալ։ Եվ այդ թերությունը իր մեջ ներառվել է, հա, ներմուծվել է այդ թերությունը հենց այն ժամանակ, երբ որ այդ սահմանադրությունը գրվում էր։ Ուզում եմ կներես, բայց մեր դիտողներին ասենք խոսքը բնականաբար ոչ անկախության հռչակագրի մասին, ոչ, հա, այսինքն դրա մասին խոսքը չկա ընդհանրապես 2015 թվականին ընդունված սահմանադրության մասին, ու իրականում դա սահմանադրական փոփոխություններ էին, որովհետև մենք դե ֆակտո մի անգամ ենք ընդունել սահմանադրությունը 95 թվականին, եւ հետո 2005 եւ 2015 թվականներին մենք ներմուծել ենք մեծ քանակությամբ փոփոխություններ, որոնցից յուրաքանչյուրը համարժեք էր փաստորեն նոր սահմանադրություն ընդունել, թե անկախության հռչակագիրը եղել է այդ բոլոր վերսաների հիմքում եւ չի փոխվել։ Հիմա եւ ինչ ես ասում, բնականաբար անկախության հռչակագրին չի որևէ կերպ վերաբերվում, այլ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել 2015 թվականին։ Տես, այդ փոփոխությունների հիմքում արդյունքում մեր սահմանադրության մեջ խախտվել է հակակշիռների համակարգը։ Ցանկացած պետական կառավարում պետք է ունենա հակակշիռների համակարգ։ Դա ոնց որ պետական կառավարման ալֆան եւ օմեգան է։ Այո, եւ դեմոկրատիկ կառավարման նաեւ, այո։ Դու պետք է ունենաս հակակշիռներ, երբ որ տարբեր օրգաններ պետական կառավարման ինչ որ իմաստով փոխադարձ վերահսկողություն իրականացնելու միջոցով բալանսավորում են համակարգ եւ թույլ չեն տալի, որպեսզի պետական օրգաններից որևէ մեկը ձեռք բերի անհամաչափ լիազորություններ, կամայականության հնարավորություն եւ այլն։ Ճնշում գործադրի ուրիշի վրա եւ այլն, այո։ Հիմա տես մեր սահմանադրությունը, եթե դու ուշադիր կարդաս, մի քանի անգամ կարդաս, վերլուծես, մոդելավորես, կհասկանաս հետեւյալը, որ մեր սահմանադրությամբ խորհրդանական մեծամասնությունը հակակշիռ չունի։ Դե կարելի է չկարդալ, ավելի ջան, մենք դա տեսնում ենք, չունի։ Դե մենք դա տեսնում ենք հիմա։ Հա։ Բայց օրինակ 2015 թվականն է ես դա տեսնում, ես այդ ժամանակ հարցազրույցություն եմ տված, ընդ որում ես այդ ժամանակ էլ խորհրդատու էի, ինչպես դու նշեցիր, եւ քաղաքականության մեջ ներքաշված չի անմիջականորեն, բայց տեսնելով դա եւ տեսնելով դա որպես կառավարման մասնագետ, ես եկա հարցազրույց տվեցի Civilnet-ում։ Ու ասի, այս համանadությունը մեր գլխին չարիք է լինելու։ Ես հիշում եմ այդ հարցազրույցը, այն ժամանակ 2015 թվական։ Եվ ինչու մեր չարիքի հիմքը։ Չարիքի հիմքը հակակշիռների համակարգը խախտելու մեջ էր, երբ որ խորհրդանական մեծամասնությունը ստանում է ըստ էության ցանկացած մարմին, կառավարման մարմին գրավելու հնարավորություն։ Ու մենք դա հիմա տեսնում ենք, սկսած MIB-ից, դատական իշխանությունից, ռազմական վերնախավից եւ այլն, մենք դա տեսնում ենք, կառավարությունը ամեն ինչ։ Օրինակ տես ենթադրենք մենք ենթադրենք վերցնենք մեր նախորդ սահմանադրությունը, որը նման է ֆրանսիականին, կիսանախագահական, հա։ Աշխարհում ի դեպ այդքան շատ չեն կիսանախագահական համակարգերը, բայց ասենք օրինակ ֆրանսիականը դրա դասական օրինակն է, մենք էլ կիսանախագահական համակարգ ենք։ Կիսանախագահական համակարգում եւ նախագահը ունի լուրջ լիազորություններ։ Եվ ազգային ժողովը եւ իր կողմից ընտրված վարչապետ ունեն լուրջ լիազորություններ, եւ դա բալանսավորում է եւ թույլ չի տալիս ըստ էության, որպեսզի մի կողմը ամբողջական իշխանություն գրավի։ Հիմա կարելի ասել, որ գիտես ինչ իրական կյանքում մանավանդ մեր մոտ եւ նախագահը եւ ազգային ժողովը նույն քաղաքական ուժն են եւ այլն։ Այդքան էլ տենց չի։ Անձնական միևնույն այդ բալանսավորումը։ Չէ, այդքան էլ տենց չի, որովհետեւ մենք ունեցել ենք իրավիճակ, երբ որ նախագահ եղել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ ազգային ժողովը մեծամասնություն եղել է հանրապետական կուսակցությունը, որ այն ժամանակ էլ նույնը չէր, հիմա էլ նույնը չի։ Հիմա հարաբերս տարբեր է, ես կասեի։ Եվ իդեպ իրանց ներսում որոշակի այսպես ասած լարվածություն այն ժամանակ էլ կար, դե բնական է հիմա էլ կա, բայց այն ժամանակ էլ կար, եւ այդ լարվածությունը որոշակի բալանս էր ապահովում։ Այդ շատ կարեւոր է իմիջիալոց կորպորատիվ մակարդակի վրա էլ է դա կարեւոր, կառավարչական մակարդակի, պետական մակարդակի վրա էլ է դա կարեւոր։ Օրինակ էլի իմ մասնագիտությունից գալով, երբ որ մենք կորպորատիվի մասին ենք խոսում, նույն վաճառքը եւ մարքեթինգը, սելզը եւ մարքեթինգը իրենք անընդհատ ինչ որ բանի մեջ են լինում իրար հետ, հա, բալանսավորում են իրար հետ կառումով, որովհետեւ կոնֆլիկտ ունեն։ Նույն վեր կորպորատիվ, հա, ավելի ասենք կառավարչական ու պետական մակարդակի վրա մենք ունենք լավ վառ օրինակ ֆինանսների նախարարություն եւ էկոնոմիկայի նախարարություն, որոնք եւս անընդհատ ինչ որ կոնֆլիկտ են։ Ֆինանսների նախարարություն եւ կենտրոնական բանկ։ Ֆինանսների նախարարություն եւ կենտրոնական բանկ, որոնք պարտադիր պիտի այդ բախումը ունենան իրար հետ, այսինքն իրանք պիտի այդ բախումը բերում է ավելի արդյունավետ վիճակի, հա, ավելի լավ արդյունքի է բերում, այսինքն այդ բալանսավորումները պիտի լինեն գոյություն չունի մեր մոտ հիմա դա ընդհանրապես այդ առումով մենք չկանք։ Փաստորեն ես կարող եմ կարծում եմ որոշակիորեն ընդհանրացնել, որ եթե մենք ունենք լավ գրված մետա ռազմավարական փաստաթուղթ, որը սահմանադրությունն է, եւ եթե մենք ունենք ռազմավարական որոշ
ուղղություններ եւ ունենք այդ ուղղությունների իրագործողներ, որոնք քաղաքական փոփոխությունից կախված չեն, մենք կարող ենք որոշակի շարունակականություն ապահովել երկրի ռազմավարական նպատակներին հասնելու համար։ Այո, բայց դրա համար հիմա կասեմ, այսպես ասած, իմ ամփոփիչ միտքը, դրա համար է սահմանադրությունը պետք է փոփոխել։ Դրա համար է սահմանադրությունը պետք է փոփոխել, որը շատ դժվար գործընթաց է լինելու, բնականաբար, բայց սահմանադրությունը փոփոխելու միջոցով պետք է կարողանալ վերականգնել այն համակարգը, որը ունի իր մեջ հակակշիռներ, եւ երկրորդը, որը նախատեսում է այն պետական մարմինների գոյությունը եւ համեմատական անկախությունը, որոնք կոչված են ռազմավարական պլանավորում ապահովել, ինչպիսին է օրինակ անվտանգության խորհուրդը կամ զինված ուժերի գլխավոր շտաբը եւ այլն, կամ կենտրոնական բանկը։ Այսինքն դու պետք է սահմանադրականորեն ամրագրես այն կառույցները, որոնք դուրս են ընթացիկ քաղաքականությունից եւ որոնք կոչված են երկարաժամկետ ռազմավարական, այսպես ասած, առանցք ապահովել երկրի համար, իդեպ առանց ժողովրդավարությունը որևէ կերպ նսեմացնելու, որովհետև այդ ամեն ինչը իրագործված է արդեն այլ ժողովրդավարական երկրներում, որոնք այդ ժողովրդավարության հարյուրամյակների պատմություն ունեն ի տարբերություն մեզ եւ եկել են այդ հետեւությամբ, որ ամեն ինչ չպետք է լինի կարճաժամկետ։ Դու կարող ես էլի ունենալ ժողովրդավարական, ի վերջո գլխավոր շտաբի պետը էլի նշանակվելու է ժողովրդավարական ճանապարհով ընտրված մեկ այլ մարմնի կողմից, դա կլինի ազգային ժողովը, թե կլինի նախագահ, թե կլինի վարչապետը, նրանք պետք է ժողովրդավարական ճանապարհով ընտրված լինեն, բայց գլխավոր շտաբի պետը պետք է լինի ոչ թե ժողովրդավարական ճանապարհով ընտրված ինքը, այլ եղած գեներալների մեջից լավագույն, ամենատաղանդավոր, ամենառազմավարական մտածողությամբ գեներալը, եւ որ դու նշանակում ես 10 տարով, նույնիսկ ոչ թե 5, ու ասես 10 տարի ես քեզ ձեռ չեմ տալի, օրենքը մի խախտի, կառավարի, ցույց տուր քո արդյունավետությունը։ Այդ դեպքում մենք կարող ենք գալ նրան, որ ռազմավարական պլանավորումը աստիճանաբար որպես դիսցիպլինա սկսի վերադառնալ մեր կյանքի մեջ, այն ինչ որ ցավոք տեղի չունենում հիմա։ Իդեպ, երբ որ պատրաստվում էի այս հաղորդմանը եւ շատ էի կարդում ռազմավարական պլանավորման, նաեւ ինչ որ բաներ մինչեւ էտել էի կարդում, ցավալիորեն նկատվում է տենդենց, որ նույն եվրոպական երկրներում, որոնք որ բազմադարյա կարելի է ասել, ժողովրդավարության փորձ ունեն, ավելի շատ ստագնացիան, ճահճացումը, այդ տեսանկյունից ռազմավարական պլանավորման եւ ըստ այդմ ավելի վատն են արդյունքները վերջի տարիների ընթացքում նույն ԱՄՆ-ի հետ համեմատելով, տարբեր ոլորտներում, քան բազմաթիվ ավելի ավտորիտար երկրներում, լինի դա Չինաստանը, Էմիրությունները, շատ օրինակներ կարող են լինել, եւ որոշակիորեն դա հասկանալի է, այսինքն ես տրամաբանությունը տեսնում եմ նույն Լիտվանիայի օրինակի մեջ էլ էինք դա քննարկում, երբ որ գալիս է ինչ որ մեկը ասում է, ես ունեմ երկար պլանավորման հորիզոն ու հիմա այս ամեն ինչ անում եմ, ու ինքը ունի ժամանակ ամեն ինչ իրագործելու եւ ունի հնարավորություններ այդ ամեն ինչ իրագործելու, բայց ինձ համար միևնույնն է շատ նախընտրելի է, որ մենք կարողանանք միգուցե քո ասած տարբերակով ժողովրդավարական հանրույթում գանք մեր ռազմավարական պլանավորմանը, որովհետև ավտորիտար հանրույթները բոլոր այլ մինուսներով հանդերձ իմ համար ունեն եւս մի հատ մեծ ռիսկ, դա այսպես ասած բոլոր ձվերը մի զամբյուղում պահելն է։ Բա որ վատը լինի մեր ավտորիտար ղեկավարը, սխալ է դա, այսինքն եթե մենք գնանք սխալ ուղղությամբ, մենք որևիցե փոփոխման հնարավորություն չենք ունենալու, դրա համար պետք է լինի դեմոկրատիա, բայց պետք է լինի բալանսների եւ զսպողական մեխանիզմների վրա կառուցած դեմոկրատական պետություն։ Ինձ թվում է, որ մեր այս քննարկումը ամփոփելով մենք պետք է գանք ոչ թե հետևության, որ մեզ պետք է ավտորիտար կառավարում, հուսանք ռազմավարական, այսպես ասած, դիմակայունության համար, ոչ մեզ պետք է ժողովրդավարական կառավարում, բայց որը պրիմիտիվ չի, մակերեսային չի, այսպես ասած, պրիմիտիվ ժողովրդավարություն չի, այլ ժողովրդավարության այն տարբերակն է, որը իր մեջ համակցում է ժողովրդավարությունը եւ մերիտոկրատիան, արժանիքի, այսպես ասած, իշխանությունը եւ որը ստեղծում այո այդ հակակշիռների համակարգը ռազմավարական հորիզոններով, այսինքն դա ավելի բարդ համակարգ է, բայց այլապես երկիրը չի կարող հատկապես մեր երկիրը ցանկացած երկիր անձերը մենք պետք է ունենանք կառավարման ռազմավարական պլանավորման մեջ մենք պետք է ունենանք վառ անհատականություններ, վառ անձերը, որոնք որ ունեն գիտելիք, բայց ունեն նաև կամք եւ չեն վախենում լուծումներ տալ, խիզախություն ունենալ, այդ զգան իրենց մեջ պատրաստակամությունը դրան գնալու, որովհետեւ ի վերջո դեմոկրատիայի խնդիրներից մեկն է, որը չի նշանակում, որ մենք պետք է դեմոկրատիա չունենանք, ինքը միշտ չի որ թույլ է տալիս որ անձերը դրսևորվեն, իրենց դրսևորեն։ Մենք պիտի հասնենք այո մերիտոկրատական այն համակարգի, որում մենք անձերին հնարավորություն ենք տալիս անել ինչ որ բան, որովհետեւ վերջո անձն է հասնում նպատակին։ Դեմոկրատական համակարգերում էլ եղել են անձեր, մենք խոսում ենք պարբերաբար
Միացյալ Նահանգներից կամ Բրիտանիայից որպես դեմոկրատական համակարգեր, բայց Միացյալ Նահանգների պատմության մեջ եղել է Լինկոլն կամ Ռուզվելտ, կամ Ռեյգան։ Ճիշտ առհասարակ ԱՄՆ-ն անձակեն ինդիվիդուալիզմին կողմնակից է, այսպես ասենք, բրիտանական փիլիսոփայական տեսանկյունից։ Դեմոկրատական համակարգում եղել են ենթադրենք Չերչիլ կամ Թետչեր։ Ուստի եկեք հավակնենք նրան, որ մեր ժողովուրդն էլի վերջո, մեր երկիրը կարողանա ստեղծել, առաջ մղել եւ դասրակել այնպիսի առաջնորդներ, ինչպիսին ասենք Թետչերներ կամ Չերչիլը։ Այո, եւ մի օր երևի թե մենք դեմոկրատիայի մասին էլ կխոսենք ու կքննարկենք այն, որ շատ կարեւոր է, որ դեմոկրատիան լինի ոչ թե բոլորին հավասար միջակ սարքելը, այլ բոլորին հնարավորություններ տալը առավել լավագույնս դերձանության հասնելու եւ իրենց ինդիվիդուալիզմը դրսեւորելու։ Ամփոփ ենք այսքանով։ Ի դեպ, սա մեր 10-րդ թողարկումներ հոբելյանական, մենք ասանք արդեն 10-րդ թողարկման, շատ կարծում եմ հետաքրքիր փոքր, բայց ճանապարհ ենք արդեն անցել եւ հուսանք որ ապագայում շատ հետաքրքիր թեմաներ կունենանք ու հյուրեր։ Ես ուզում եմ սիրելին ունեք շնորհակալություն հայտնել արդեն 10-րդ թողարկումը միասին անցկացնելու համար, բնականաբար մենք մեր ճանապարհի միայն, այսպես ասած, մեկնարկում ենք, սա սկիզբն է եւ ընդհանրապես ասած շատ եւ շատ դեռ անելիք ունենք եւ կարծում եմ, որ այս մեր թողարկումները ոչ միայն կշարունակվեն, այլ ավարտաբար կընթարցակեն սպեկտրային հարցերի, որ մենք քննարկում ենք, ունենանք լավ հյուրեր, հետաքրքիր հյուրեր, մարդիկ, որոնք իրենց մտքով, իրենց արժանինքներով, իրենց նաև ձեռքբերումով կարող են թարմ խոսք ասել մեր հասարակությանը։ Որովհետև մեզ դա շատ պակասում է եւ շատ պետք է այսօրվա օրով կարծում եմ, դա էլ ռազմավարական մի ինչ-որ բան է եւ շնորհակալություն բոլորին, ովքեր որ մեզ դիտում են, մեր հետևորդներին, հիշեցնենք, որ դուք մեզ կարող եք հետևել ոչ միայն YouTube-ի մեր ալիքում, այլ նաեւ Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում գրելով հայկական գործոն։ Ես Նունե Մելքումյանն եմ։ Ես Հավետիկ Ջալաբյանն եմ։ Մնացեք մեզ հետ։